Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք մեր քարոզարշավը նոր-նորքում, այսօր ինձ միացել են մեր սիրելի գործընկերներ Մարինա Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը, որոնք երկուսն էլ ապրում են նոր-նոր վարչական շրջանում։ Դուք երկրորդ զանգվածում, Տիկին Հակոբյանն էլ առաջի զանգվածում, ու մեր բնակիչների հետ շփվելու ենք և խոսենք ընտրությունների մասին, ընտրությունների կարևորության մասին, հարցնենք դեր կանգնելու են մեր խաղաղությանը, թե ոչ։ Բարև ձեզ։ Տիկին Հակոբյան, ոնց է գնահատում քարոզարշավը ընդհանրապես։ Եկեք կարող է անցնենք, հա, մի հատ տեսեք, եթե մեքենայի տակ չենք ընկնելու, անցնենք, էլի։ Հա։ Դուք շատ տեղերում եք եղել, ես հիմնականում նոր-նորքում եմ եղել։ Նորից ուզում եմ փաստեմ, որ մենք իրականությունից կտրված ենք եղել։ Facebook-ում լնելով, չէ՞։ Մենք գիտենք, որ ունենք լայն աջակցություն, բայց այս աստիճան չի պատկերացնում, ինչը նաև Երևանում է դրսևորվում։ Իհարկե։ Տպավորություն է, որ մարզերն են մեզ աջակցում, բայց այդպես չի։ Ես նաև վարքան եկեք մեր բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ փոխանցել մեր բուկլետները։ Հա, հետո Տիկին Հակոբյան։ Ու նաև ուրախությամբ փաստեցի այս օրերին, որ մեր աջակիցների տարիքը երիտասարդացել է, ինչի ինձ համար շատ հաճելի փաստ է։ Իհարկե։ Շատ երիտասարդներ նաև անդամակցում կուսակցությանը, նաև հանրային աջակցություն։ Մենք նույնիսկ դիմումներ ենք իմաստանում։ Շատ են երիտասարդ։ Մեր քաղաքացիներից, որոնք որ ուզում են անդամակցեն այս process-ում։ Բարև ձեզ։ Հա, շնորհակալություն։ Դե չմոռանանք։ Բարև ձեզ։ Մի հատ մոտենանք ձեզ, էլի ուղիղ։ Բայց բոլորով մի եկեք ժողովուրդ։ Ուղիղ եթերում ենք։ Ուղիղ եթերում ենք։ Չի կարելի։ Հունիսի 7-ին տեր ենք անում, չէ՞ խաղաղությանը։ Երեք Խոսացել ենք։ Գնացինք, վեզել։ Անցնենք հետ։ Ոչ մի սուտ չկա, ամեն ինչ ճիշտ է։ Ես կապույտ երկինքն է պաստում դա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ մի րոպե անհանգստացնել։ Ուզում եմ ձեզ վարչապետի ուղերձը փոխանցեմ, որ տեր կանգնենք հունիսի 7-ին խաղաղությանը, որ ունենք։ Կարևոր է, չէ՞ շատ։ Լավ եղեք, առողջ եղեք։ Տեսնենք մեր ստեղ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Ուզում եմ ձեզ փոխանցեմ մեր բուկլետը։ Կարող է ունեցած լինեք, բայց ամեն դեպքում որտեղ որ վերջի էջում վարչապետի ուղերձն է, որով որ դուք կարող եք Դե մի հատ էլ։ ու չենք մոռանում, որ ամեն ինչ մեզնից է կախված ու պետքա կանգնենք տեր այն խաղաղությանը, որ ունենք։ Դե եկեք մի հատ։ Լավ եղեք։ Ունենց համով բաներ եք թխում, մարդ չի դիմանում։ Չէ, շնորհակալություն։ Այսօր հետ գալուց կուտենք։ Չէ, կմնա, ոնց նորը կթխեք։ Երեք մի քանի օր Միկին չգիտեմ որ զանգվածում ասեց ես 16-ական եմ, ասեց այդ նոր բան։ Ուղի ենք, չէ՞ գնում, հա, մոլդովականով։ Իսկ բան դուրս եմ։ Հա։ Քանի որ առանձին նոր շատ է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ մի րոպե անհանգստացնել։ Չէ, դե լավ եղեք ուրեմն։ Տեսցում։
Ձեզանից եմ պահանջում չգրանցել ընտրակեղծարար կուսակցություններին։ Հա, երեք օրինակ նորքի 5-րդ զանգվածում բնակիչների հետ հանդիպան, երեկոյան նաև տենց հավաքվում հանդիպում ենք, ցերեկները պտտվում ենք։ Մի քաղաքացի ասում էր, որ նախքին բոլոր կոռուպցիոներներին, ընտրակեղծարարներին պետք չէր գրանցել, դա ես էլ օրենքի պահանջն էի բացատրում, որ այդ ամեն ինչը օրենքով է։ Մեկ բարդ է բացատրում։ Եթե դատապարտված վերջնական բան կա, ինքը կոնկրետ որպես տեխնացու չի կարող գրանցվել, ով որ վերջնական դատարանի վճռով դատապարտված է, այտենց օրինակներ կան էլի հիմա, բայց ընդհանուր առմամբ, եթե ժողովուրդը ուզում է պատմության աղբանոցը նետի վերջնականապես այդ ուժերին, ապա ինքը դա ունի այդ հնարավորությունը, նույնիսկ գրանցված լինելով, որը պարզապես տենց սիմվոլիկ գործընթաց է փաստաթղթերի հիման վրա։ Անցնենք, թե այս մայթով իջնենք։ Անցնենք, հետո իջնենք։ Հա, այս մայթով անցնենք, հետո իջնենք մյուս ներքև, օքեյ։ Հա, այս շատ աշխուժ հատվածներ է։ Գնացինք։ Զգուշ, կանաչա։ Մերսի։ Հա, ձախով իջնենք։ Դե հա, այստեղ, բայց կա էլի գոնե։ Դե այս մոլդովական ընդհանրապես շատ ծանրաբեռնված փողոց է։ Առավոտներ իջնել չի լինում։ Ընդհանրապես այս մեքենաների քանակը, մենակ քանակը կչացնելն է լուծումը։ Փողոց նոր ստեղ չես կարող ստեղծել, մեքենաների քանակը տիշնի, հասարակական տրանսպորտի քանակը բարձրանա։ Համար կենտրոնի հարցերը լուծենք։ Դե կենտրոն նոր քիչ տարբերություն։ Վերանորոգվելա այս վերջերս, չէ՞։ Հա։ Նոր ասֆալտ անելը մայթ չկարը դրանալիա։ Հա, հիշում եմ, ես դե ջրվեժ եմ, ապրում ես իմ ամենօրյա ճանապարհն է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Լավ է։ Կա առևտուր։ Չկա։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Տեր կանգնելու են խաղաղությանը։ Դե ուրախ եմ, լավ եղեք։ Ձեզ փոխանցեմ մի հատ, շնորհակալություն։ Օպա։ Եղանակն էլ է տրամադրող, երեկ անձրևոտ էր, տենց չքայլեցինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Դավիթ Մալյանի փողոցի անունը Ծաղկի փողոց է, չէ՞, ասում, եթե չեմ սխալվում։ Հա։ Հա։ Բայց այդ ոչ պաշտոնական անունն է, չէ՞ թե։ Հա, Ավան, հա։ Հա, օքեյ, ինչով է պայմանավորված, դա ստեղ։ Չէ, ստեղ լոկալ ֆոլկլոր կա, էլի, ամեն թաղամասում, ինչ որ նախկին պատմությունների հետ կապված։ Դե այսօր ելնելու ենք երկրորդ զանգվածում, այս մոլդովականից աջ ընկած հատվածում։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ բարևել։ Ոնց է գործերը։ Տրամադրությունը։ Այս հունիսի 7-ի հետ կապված ինչ եք մտածում։ Ինչ պետք է անենք։ Բարև ձեզ։ Ինչ պետք է անենք։ Տեր պետք է կանգնենք խաղաղությանը, որ ունենք։ Ես չէ, դուք խնդրեմ չունեք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Ինչ։ Հասենում ենք Հիլսում։ Բարև ձեզ։ Ոչինչ։ Ոնց եք։ Ոնց եք։ Լավ է գործերը։ Հունիսի 7-ի համար ինչ եք մտածում։ Տեր կանգնում ենք խաղաղությանը։ Դե գործերին հաջողություն։ Այս դնեմ ստեղ, հետո կկարդակ։ Մեր հայրիկների հետ էլ մի հատ շփվենք։ Բարև ձեզ։
Ով է կրում նարդին։ Ես կրեմ։ Ես կրեմ։ Փոքր ժամանակ պապուս կրում էի միշտ, թոշակը կրում էի իրանից։ 90-ականներին։ Աշխատանքի սոցիալական հարցերն։ Այս հունիսի 7-ի համար ինչ եք մտածում։ Տեր կանգնում ենք խաղաղությանը։ Ապեր Թորոսյան ջան կներեք ասի ապեր Հանգիստ կարաս ասես, քո տարիքը ներում է։ արդեն որ մեր կողքին ես մեր այդ հավասար մարդ ես Միանշանակ։ հիմա իմ կարծիքը եթե հարցնում ես Իհարկե։ գաղտնի է Չէ, կարաս չասես, հանգիստ։ բայց Շատ լավն է։ գաղտնի է չեմ ասում Սո։ բայց Քվեարկությունը գաղտնի է, բայց ուրիշ բան հարցնեմ։ Խաղաղությունը կարևոր է, թե չէ։ առանց խաղաղության կարելի է ապրել Սո։ Բրավո։ Ինչ։ Խաղաղություն ուր է։ Ստեղ է հիմա, հենց հիմա, հենց ստեղ, այսօր Թե ստեղ։ Ամերիկայում։ Չէ, ստեղ է։ Չեն էլ ստորագիրը։ Հայաստանի Հանրապետությունում հիմա խաղաղություն է, Հայրիկ ջան։ Խաղաղություն։ Իսկական խաղաղություն, իսկական։ Լավ եղեք, ձեր բոլորի համար։ Գնացինք։ Լավ եղեք, ստեսություն, առողջ եղեք։ Զգուշեք, ստեղ աստիճաններ է, ժողովուրդ։ Սենց չէ, հետ են գնում փողոց։ Բարև ձեզ։ Լավ ասես չէ, պապիկը։ Ասում եմ։ Որայքում էինք Հա։ Վայոց-Ձորի մարզում։ Հա, Մոտ 100 տարեկան կին էր։ հա։ Ասում բայց ընտրելու ես, ասած ես չեմ ասում եմ ընտրում, որովհետև գաղտնի է քվեարկությունը։ Այդ շատ լավ է, շատ լավ է, որ քաղաքացիները հասկանում են իրանց Այո։ քվեի կարևորությունը Եվ գաղտնիություն։ եւ գաղտնիությունը եւ չեն պատրաստվում։ Բարև ձեզ։ Տերեք կանգնելու։ Այո։ Զգուշ։ Հա, այսա կմտնենք։ Այսա մի հատ բարև ենք մեր ժողովրդին։ Բայց մարդիկ են նստած բարև ենք, տեսնենք ինչ են ասում, ինչ են մտածում։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ 2 րոպե զբաղացնել։ մեր մեջ պոլիտիկանիկն է Իրանը Պոլիտիկայի շեֆը դուք եք։ Ոնց եք։ Լավ է։ Լավ է գործերը։ Դուք ոնց եք։ Առողջությունը ոնց է։ ես կամեմ որ լավ իրեն Ինչ։ սրանց ես եմ բամ սրան 150,000 եմ տալիս սրան 149 Այդ ինչ։ Վարձի չի երիկում։ Հա, կպատահի։ Դե ուզում եմ ձեզ փոխանցեմ վարչապետի ուղերձը։ Որ վերեք վերել են հա տվել են։ Պետ ձեզ էլ տամ ուրեմն։ որտեվ դու Որ հունի Այսա տշնամին, համար մեկ տշնամին թշնամի չկա մեր երկրում։ Մեր երկրում թշնամի չկա, ժողովուրդ ջան։ Ղարաբաղից տունը Քարտեզ, քարտեզ, պետք է իմ քարտեզը տամ, ուրիշ չունեմ։ ինչ քարտեզ Դասի բայց ցուցակ լինելու է որ իմանանք մենք որտեղ ենք ձայն տալու բան Բա ոնց, բա ձեր ցուցակը բանում է, հրապարակված է։ Չգիտեք ձեր ընտրատեղամասը։ Ստեղի ընտրատեղամասը որտեղ է։ Բայց որտեղ է այս հատվածի ընտրատեղամասը։ 104 մանկապարտեզ։ Ձեզնից է կախված ամեն ինչ, ժողովուրդ ջան։ Դե լավ եղեք։ Ստեսություն, լավ եղեք։ Ստեսություն ձեզ։ Թշնամի չկա, տենց մի ասեք։ Թշնամի չկա։ Հակառակորդել չկա, ժողովուրդ ջան։ Բոլորս մի երկրի քաղաքացիներ ենք, չի կարելի տենց ասել։ Յա։ Այս մերոնք են աշկիս։ Կարող է մեր մյուս մայթի ժողովրդին մի հատ փողոցը անցնենք ու հետ գանք։ Իրականում բակերն ենք Հա։ Մերսի շատ։ Մերսի։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը, կարելի է ձեր ձեռքը սեղմել։ Ստեղ վարչապետի ուղերձն է, որտեղ կանգնենք խաղաղությանը հունիսի 7-ին, որտեղ կարծում եմ, որ մեզնից է կախված ամեն ինչ։ Լավ եղեք։ Շնորհակալություն։ Ոնց է գործերը, եղբայր։
Ինչ եք կարծում հունիսի 7-ին պետք է տեր կանգնենք։ Մերսի, լավ եղեք։ Ժողովուրդը հասկանում է Տիկին Հակոբյան կարևորությունը այս ամեն ինչի։ Հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ եմ։ Ձեզ կարելի է մի րոպե խանգարել մինչև առևտրից հետո։ Հա, հեսա։ Հա։ Առևտուր է էլի անում սպասարկի, նա խոսամ երկու բառ։ Բարձր ասեք, ուղիղ եթերում ենք Տիկին Ղազարյան։ Մեծ եմ ընտրել։ Ես այստեղից առևտուր եմ արել։ Ձեր տունը ո՞ր մասում է։ Տեսեք, տղաս, ներքև է։ Հա, բարև ձեզ։ Կողքից շենք։ Ոնց եք։ Լավա գործերը։ Լավ է։ Մեր աջակիցները շատ են, չէ՞ Տիկին Ղազարյան։ Այո։ Համով բաներ են ծախում, մարդ չի դիմանում։ Ինձ թվում է բոլոր մարդիկ էլ հասկանում են կարևորությունը։ Իհարկե ապատեղեկատվությունն է։ Երեք վարչապետը, որ են քաղաքացու հետ խոսած, այդ 5000 զոհելի, որ ասաց մեկը, դրանց ուղիղ մի օր առաջ մենք Նանսենի այգում էինք այդ նույն խոսակցությունը, մի պապիկ էլի 5000 զոհ ու այդպես։ Բարև ձեզ։ Ոնց է գործերը։ Ոչինչ, դուք լավ եք, մերսի։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ինչ եք կարծում։ Հարևան ուզ եք վերում։ Հունիսի 7-ի համար ինչ եք կարծում։ Տեր կանգնում են խաղաղությանը։ Կարևոր է, քաղաքացին է որոշում։ Քաղաքացին է որոշում, ինչ պետքա լինի։ Մեր գործընկերոջն էլ միշտ համով ուտելիքներ տվեք։ Միշտ տալիս է։ Լավ եղեք, տեսցեմ։ Լավ եղեք, տեսցեմ ձեզ։ Սենց իշնենք, չէ։ Ինձ մի քիչ բուկլետ կտաս։ Հա, ինչ է ասում Տիկին Հակոբյան։ Ուրեմն պապիկներ էին, մեր սիրելի պապիկները, ու տենց ասեցին նստեք բան ունենք ասելու, ասեց մենք ձեզ չենք վստահում, որովհետև ու առաջի բառ ասեց, որտեղ 5000 զոհ, դե ասում եմ լավ, ասենք դուք այդքան զոհ ենք ունեցել։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Ոնց է գործերը։ Հաջողություն, մենակ հաջողություն, ուրիշ ոչ մի բան։ Ինչ եք կարծում։ Մարդկանց մոտ այդ բանը կա, համոզմունքը, որ խաղաղությունը կարևոր է։ Իսկ խաղաղությունը կարևոր է։ Ավելի կարևոր բան ինձ թվում է չկա, չէ՞, եկեք մի քանի հատ տամ տվեք։ Բոլորին պետքա բացատրել հանգիստ, առանց կռիվ անել։ Կռիվ պետք չի անել, չէ՞, ուզում ասեմ, կռիվ պետք չի անել։ Սերժը իջնում էր, ես մտածելով Ալենա իջնում վերևից, սենց արել։ Սերժն էլ աձորախ ու ջրվեժ ապրում։ Մենք ամսի 22-ին ենք մասիվում։ Այո, ամսի 22-ին վարչապետը գալու է։ Լավ եղեք։ Մենակ հաջողությունը լինի։ Լավ եղեք, շնորհակալություն։ Ձեզնից է կախված, միայն ձեզնից։ Այդ մեկ մարդը դուք եք։ Հա, ու պապիկների հետ նստեցինք խոսալու, մի 15 րոպե խոսացինք, տենց մոտավորապես Պուտին դալ-դաբրո խոսակցություն էր, դե ասում եմ ժողովուրդ ջան, այդ որ դուք ասում եք, տենց չի, ես ոնց որ ներկա եմ եղել անձամբ էլի, այդ ամեն ինչին պատերազմի ժամանակ, ու հետո որ սկսում եմ հարցեր տալ, դե պարզ է իրենք չեն կարողանում պատասխանել, բայց այնքան է այդ ապատեղեկատվությունը, այդ 5000-ի մասին ուզում եմ հատուկ խոսել ու այս առանձին ռիլք սարքեք, էլի, ուրեմն այդ 5000 հոգու զոհը առաջին անգամ հայտարարել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, նույն ինքը Միշիկը, այն որ խոհանոցային բաներ էր վարում, ռեպորտաժներ էր վարում, ու դրանից հետո բոլորը դա դարձրել են իրանց հիմնական խոսույթը, փաստացի չկարևորելով մեր զինվորների եւ մեր քաղաքացիների կյանքը։ Կյանքն կարևոր է, բայց իրանք քանի վրա են խաղացած։ Ու դրանով մեկը 5000 զոհ է ասում, մյուսը 12000 վիրավոր, որը չի եղել, ես ասենք այդ թիվը անձամբ գիտեմ, որտեղ ես եմ զբաղվել այդ ամեն ինչով ժամանակին։ Ու սա ինչ ասեմ, սա անբարո վարքագիծ է մեր քաղաքացիների նկատմամբ։ Հա, անցնենք։
Անցնենք։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Կան ամբարով արքայություն։ Շնորհակալություն, շնորհակալություն։ 300,000 ադրբեջանցու Հայաստան։ Այո, այո։ Սենց թե սենց։ Հա, սենց իշտում ենք Դավիթ Մալյան, հա, օքեյ։ Ու դա այն թեզն է, որ անգամ ադրբեջանցիներն են հերքում։ Էդ էլ ասացի։ Ամոթալի է։ Այդ օրը երկու ադրբեջանցին Բարև ձեզ։ ադրբեջանամետ թեզը հերքում է։ Դա շատ երկու հիմնական խոսակցություն ենք ունեցել Անսենի այգում, մեկը եղել է 300,000 ադրբեջանցիների մասին, մյուսը պատերազմում զոհերի եւ նաեւ մեղավորության մասին, որ մոտավորապես Պուտինը պատերազմը կանգնացնում էր, մենք չենք համաձայնվել այն դեպքում, երբ որ լրիվ հակառակն է եղել, 3 հատ հրադադարի համաձայնագիր ա եղել, մի հատ Մոսկվայում, մի հատ Ժնևում, մի հատ Վաշինգտոնում եւ Ադրբեջանն ա խախտել այդ հրադադարները։ Հա։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ասեք 26-ին Հունիսի 7-ին։ Չենք մոռանում։ 16-ի։ Սիրում ենք ձեզ։ Քնած երեխեք կարող ալնեն զգուշեղեք այդ գոռալուց։ Հա։ Ու Բայց վտանգ կա ադրբեջանցիների Հայաստան գալուն, եթե այս պատերազմի եռագլուխները իհարկե հաջող են, այո։ ուղիղ պատերազմ են բերելու, արդեն ճակատագիր Իհարկե, էսա։ Եռագլուխներից մեկի շտաբն է ստեղը։ Ժորժ ջան, պետք չէ էլի։ Հա։ Իհարկե, միանշանակ կա։ Հա։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ձեզ մի րոպե կարելի է։ Ո՞նց ես, պստո։ Կամաց։ Էս կոմ եկեք, ժողովուրդ ջան, թող անցնենք։ Իհարկե, կներեք մեզ։ Ինչ եք մտածում ամսի 7-ի համար։ Մեր շրջիկն է։ Հա, լավա գործերը։ Ոնց է պստոն։ Գիտես, չէ քո համար ենք խաղաղություն բերել ես երկիր, որ դու մեծանաս ու ոչ մի արի մի հատ մոտիկ հələ նայի մամային լավա նկարեք մաման հələ նայի ինչ է տալիս մամորակույրը նա ինչ է ասում շնորհակալություն Վիգյանին ասեք թող գա էլի Հա, ով հրավիրում հա իշտենք բայց հենց կարան գնանք որ իշտում ենք հետո բաներ չլինի էլի ասենք կույր հատվածներ չլինի իսկ ընդհանրապես ժողովուրդ այս ուղի եթերով եմ նաև ասում բոլոր մրցակիցների նկատմամբ հարգանքով եւ որևէ բան մեր կողմից թույլ չտրվի սա որպես հրահանգ բոլորին ոչ մի խոսակցության մեջ չեք մտնում իրանք իրանց կարան թույլ տան տարբեր բաներ մենք միայն քաղաքական պատասխաններ ենք տալիս եւ իրանց ոչնչացնելու են քաղաքականապես ու մի աղմկեք բարև ձեզ ո՞նց եք Ես Արսեն եմ Թորոսյան Իհարկե մենք լավ ենք ճանաչում Հասմիկը Հակոբյան մեր падգամավորներից Մարինա Ղազարյան Այո պետք է պահպանել խաղաղությունը եւ մեր հաղթանակը Տեր կանգնելու ենք Իհարկե շատ է Խնդրում եմ վերցրեք ու վարչապետի ուղերձնել կա ու ծրագիրներ կա ու նաեւ բոլորին կոչ արեք որ մասնակցեն որտեղ իրանցից է կախված մի հոգուց է կախված այս ամենը Ոչինչ մեր քաղաքացիներն են Մենք իջերի միջով ենք անում Այո ու չպետք է անցնենք նորից բոլորից Մենք այս ձեռբերումները իրականացրեցիք երկիրը դեպի առաջագնում շատ գոհ ենք Շնորհակալ եմ Մայրիկ ջան դուք էլ լավ եղեք առողջ եղեք Ես Facebook-ի մեջ եմ ասում 8 տարի առաջ թոշակները բարձրացնենք ու ես գրում եմ ասում եմ սիրելիս 8 տարի առաջ բուջեում փող կար Իհարկե չկար դա գողանում էին Եվ վերջապես բուջենի չհանդծում հարկերի վճարումից Այս տարվա պետքա դա գիտակցեմ պետքա փոքրից մակաբարձ
Այս տարի գիտեք, չէ, միայն Ես վատ եմ զգում, ոչ չեն հասկանում։ իհարկե գիտեք, չէ, միայն թոշակների համար 80 միլիարդ դրամ այս տարի ավելացրել ենք։ Մյուս տարի 100 դրա համար էլ 100 միլիարդ ենք թվին Այո։ $10,000 է մոտես, թղթի ծառուտան օպերացիա Ահա, առողջ եղեք, առողջ Բայց եղեք։ մի տարի հետո, այո, ապրի Փաշինյանը ձեր ազդակազմը $10,000 դարձրեց անվճար։ Եվ նույնիսկ Սիրում ենք ձեզ։ Բժիշկ Հեբոյանը Այո, ասեց, Գագիկը։ մի վախեցեք, եկեք ես անվճար Հեբոյանն է ձեզ վիրահատել։ Այո, շատ Շատ լավ բժիշկ է։ Սրտաբանական հիվանդանոցի Սրտաբանների միած սրտեր։ Երբեմն գնում ենք, ես գնացել էի սրտաբանական իմ հերթական ստուգման ժամանակ։ Մեկին ասեց մամայից $10,000 են ուզել որ օպերացիան են, լավ է, այս երկու նոր էր էլի։ Ասեց այս երկուրը, ասեցին որ անվճար է, բայց ասում են որ բանա, միջև ընտրություններ ասի սիրելի շատ սխալ է։ Ես որ ասացի ոնց կարա կառավարությունը օրենքը ստեղծի որ 2 ամիս այո մայրիկ ջան Ոչ չեն եւ վերջապես որ մեզ ասում են զոմբիներ մենք նույն բնակիչներն ենք իրանք են զոմբի մենք նույն մարդիկ ենք ես բոլորին Հայաստանի Հանրապետության մեծամասնությունը տեսնում եմ վիրավորական խոսք իրաց գրած վիրավորական խոսքը իրանց է մալ Հա բայց պետք չէ ոչ բոլորս նույն իհարկե սորոտրությունը կվերջանա Ձեր անունը ինձ կասեք Հեղինե Եկեք Հեղինե մայրիկին մի հատ ողջունենք ու սրտիկներ ասենք ու առողջություն ցանկանանք առողջություն Հա մի ջղայնացեք լավ եղեք նայեք ձերքից Հա պետք չի դողալ Վատ եմ զգում ճշմարիտ բաց Հանգիստ եղեք Ես 15 դեր եմ խմում Ամիսը 21,000 անվճար ինձ դեր են Շնորհակալություն ձեզ, որ գնահատում եք Են կողմեն քայլելու, հա Հա, դե լավ եղեք, լավ Հեղինե մայրիկ ջան Չմոռանանք Երեխեք մի գոռացեք էլի այս շենքերի մոտ Քանի որ մանիպուլյացիաներից ենք խոսում, Թորոսյան, մի մանիպուլյացիա էլ է դա, որ այս աջակցության ծրագրերը Թոշակներն իջացնելու, ապահովագրությունն հանելու, հա Մինչև էլ ասում են չի բարձրանալու, հետո նստեց ավել թոշակ։ Ոնց եք։ Լավ եղեք։ Հա, այս ժամերին դե տենց մենք իհարկե ուզում ենք նենց անենք, որ ընդմիջման ժամ լինի երեխաները դպրոց մանկապարտեզից տուն գալու, որ մարդկանց հետ շփվենք, բայց մեկ է աշխատանքային օրերին, նույնիսկ երեկոյան է դժվար, որովհետև Տենց հասնում են մի կերպ տուն, հոգնած, բան, հա եւ այլ։ Այս դաշտ մեր նոր դաշտերից է, հա։ Վերանորոգած նորերից է էլի։ Գիտեք ինչքան դուք դե իհարկե ստեղ եք ապրում, գիտեք, ես ջրվեժ եմ ապրում, տենց բակեր ստեղ չեմ լինում։ Արդեն տասնյակ սենց դաշտեր են տեսնում։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ մոտենալ մի վայրկյանով։ Դες գուշ եղեք, չվնասվեք, լավ եղեք։ Նոր էլ մի բակի կողքով անցանք, որ նոր էին նորոգում։ Հա, հա, Հացքի մեջ էր։ մեքենային ճանապարհով ժողովուրդ։ Ազատել էին այդ ավտոգնակներից ու գեղեցիկ բակի։ Իսկ մի հատ կարանք խոտը նայենք, այստեղ։ Բարև ձեզ։ Հա, բայց այս պետքա բան անել է։ Էս ով է ընդհանրապես սրանց պատասխանատուն էս բաները, որ ծառերից թափվում է։ Չէ, թաղապետարանը է ստում։ Բայց մեկ է, ամեն դեպքում դե հա, ծառա, չէ, պետքա ավլել կամ պիլեսոս անել, փոշեկուլ։ Ամեն դեպքում շատ են սենց բակերը ու ավելի շատ անել։ Այնտեղ է ռետինե ծածկով է, խաղահրապարակը։ Բարև ձեզ։ Մոտենանք մեր քաղաքացիներին, թե չէ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց եք։ Դեր խաղադաշտը ոչ։ Տեսանք, որ ունեք, բայց վրան բանա թափվա, պետք է մաքրվի, ասենք մաքրեն, որ երեխեքը խաղան։ Ոնց է գործերը։ Որ գործերը։ Բոլոր։ Բոլոր գործերը ես ինչ գործում։ Ձեր գործերը։ Դու որն ես ուզում ասասեն։ Հունիսի 7-ի մասին ինչ եք մտածում։ Ես ինչ մտածել եմ, ես գիտեմ։ Ապրեք։ Ուրիշը որ ինչ պետք է իմանա։ Ճիշտ Ճիշտ պատասխան։ Մենք մտածում ենք, որ պետք է տեր կանենք խաղաղությանը։ Խաղաղությանը տեր պետք է կանենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է խաղաղությանը տեր կանենք։ Այդ մեկ վարչապետի պագիտան սատարո ես եմ այս թաղամասը։ Ձեր ցավն էլ կանեմ։ Ով որ Կամ տակ ուրիշներին սրանցից, թե կարիք չկա։
Տանգրագետ մարդիկ Չէ, դա չի կարելի ասել, չի կարելի։ ասեմ անգրագետ են էլի չեն հասկանում ամեն օր բացատրում են ասեմ ես երկիրը պետք է պետականություն ունենա չեն հասկանում Ոչինչ մենք համբերատար պետք է բացատրենք որ հասկանանք դեսե այդ ներփությունները ինձ մի սովորական չեմ սովորել ես 70 տարեկան եմ վստահ ես 70 տարեկան եմ ես ընտրությունները 100 անգամ եմ մասնակցել Սո լավ եղեք հա ուզում եմ ասել որ ես դե ագիտացիա Կարևորը առողջ լինենք հա Բոլորն են ասել եւ քֆուր եմ թե ով Չէ, քֆուր չի Երեխեք դու լավ լսեք ես դրա սաղի քֆուր եմ թե ով չի կարելի հայրիկ ջան բացարձակ իրանք գիտեն քֆուրով հարց չի լուծում մենք ուզում ենք որ մարդիկ գիտակցական Ես քֆուրը պետք է տաս որ չեն հասկանում դուպո է Լավ հայրիկ ջան լավ եղեք Որ բացատրում Զգուշ եղեք առողջ եղեք Արխային այս թաղամասում ինչքան կա ես ագիտացիա տալու Ապրեք լավ եղեք Մենք դեմ ենք Բարևեք Բայց եկեք ֆիքսենք որ մենք դեմ ենք հայերյանքներին բոլոր տեսակի Բարև ձեզ մեզ էլ հասնել դրան Որ մի քիչ շատ խոսային Մի մաշին էլ մեզ կհասներ անպայման Այդպես հա մարդիկ իհարկե կան որ համոզմունքները այլ է դա իրանց իրավունքն է բայց կա որ խոսում ես հասկանում են էլի որ իրականում տենց սխալ ինֆորմացիայի պատճառով է իրանց համոզմունքը ձևավորվել ու մենք պարտավոր ենք տենց առանց հոգնելու այդ ճիշտ ինֆորմացիան տալ բարև ձեզ Ոնց եք Կալա ձեզ մի րոպեով թե շտապում եք Լավ եք Ոնց է գործերը Այս հունիսի 7-ի մասին ինչ եք մտածում Տեր պիտի կանգնենք խաղաղությանը Կարևոր է չէ խաղաղությունը Ձեզ ուզում եմ վարչապետի ուղերձը փոխանցեմ ձեզ ուղված եւ նաեւ ծրագիրը կա մեջը ու միշտ հիշեցնել որ մեզնից է կախված այսինքն ձեզնից ամեն ինչ լավ եղեք շնորհակալություն Հա Շատ լավն է գնացինք Այստեղ փոսային վերանորոգումներ է արվում հիմա Չէ, քաղաքացիները այդ է ասում էլի, բայց դրա դեմ պայքարը մենակ խոսալն է, հիմա ասեք ասում են Չէ, բան փող, ասում են ալիք փագեք, ասում են TikTok փագեք Դե դա ալիք փակելը եղանակ չի փոխում, ինտերնետը ոչ ենք անջատելու, հա Ինտերնետը անջատած է միայն բռնապետական երկրներում Մեր բաց լինելն է, մենք Իհարկե այնքան ենք խոսում, որ Հա, այս հիմա դուրս եկանք էլի այն փողոց, որ իջնում է Դավիթ Մալյան, չէ՞, հա Ստեմ այդ խանութը մի ջուր առնենք էլի Բարև ձեզ Բարև ձեզ Մենք մտածում ենք, որ մարդկանց տենց գործի մեջ են չխանգարենք նեղանում են, ասում են իջեք մոտիկ գալիս։ Աստեղ էլ բազմահարկեր կան ճիշտ է, երկրորդում, մենակ ստեղ է բազմահարկերը երկրորդում, թե ուրիշ հատվածում էլ կա։ Բարև ձեզ, լավ եք։ Դեր արդեն գայի պողոտայի վրա են։ Հա։ Մայթով քայլեք ժողովուրդ փողոցը մի փակեք։ Այս բաց էր, թե փակ էր։ Բան արեք, տվեք էլի։ Հա։ Okay, բայց փողոցը զգուշ եղեք։ Այն մյուսից, հա։ Վարչապետը բանը Երևանում փաստորեն Շենգավիթ ու բան եղավ, ստեղ մի հատ մեր խոսում ա մեր քաղաքացին, այդ ջուր խմեմ առնվազն։ Բարև ձեզ։
Ոնց եք։ Կարելի է ձեզ մի րոպեով։ 10 րոպե չեմ խլի ձեզնից։ Ձեր ձեռքը թույլ տվեք սեղմել ու փոխանցել վարչապետի ուղերձը։ Արդեն բերել են։ Ինչ է կարծում հունիսի 7-ի համար։ Բոլոր դեպքերում ես իրանց ձեն չեմ տա։ Ինչու։ Ինչու։ Այն սկզբից ձեն էի տվել։ Իսկ ինչի կա, եթե գաղտնիք չի։ Գաղտնիքը ո՞րն է, ասեք թե ինչ որ այն ժամանակ էր ասում, այտենց էր չկատարվեց։ Օրինակ։ Դե շատ գիտեմ, սկսած են անտենները որ չփակում էր, ինչ էր ասում։ Արագացան։ Հա։ Դա նորից բացվեց, ավելի թանկացա, անդեյտից։ Չի թանկացա, էժանացրել են տուգանքները։ Դերին ասում է սաղին կնստացնեմ, սաղի փողերը կպահեմ։ Դե պահում ենք, ամեն կառավարության նիստին գիտեք ինչքան ապորին բացվում է։ Չէ, Բռնագանձվում։ հələ կներեք, այն օրը 20 հեկտար մենակ բանից ենք ամեն կառավարության նիստին մի միլիարդավոր դրամների գալիս է դառնում է պետական գույք, որը հետո դառնալու է ձեր համար ինչ որ ծառայ։ Մենք ասում ենք ավելի արագ դա պետք է արվեր, որ ժողովուրդն է տեքս ասում, մենակ ես չէ։ Համաձայն եմ, որ տենց արագ աներ, ոչ թե 8 տա։ որոշ բաներում թերացել ենք, համաձայն եմ։ Դե աղության մասին ինչ եք նպատում։ Խաղության մասին ասեմ, բոլոր դեպքերում ինչ որ ինքը մատեր թափ տալի պատերազմ կլի, եթե ես չընտրեմ, դա սխալ դիրք է։ Մատ չի թափ տալի ոչ մեկ։ Հիմա խոսում է տենց անենք։ Տեսեք, մեր մյուս մրցակիցները Ուլտիմատում է դնում հաստորեն։ ուլտիմատում չի, պրոստը ուղիղ խոսում ենք ձեր հետ, ես հիմա ասեմ։ Եթե մի րոպեում ասեմ ու գնանք։ Ես չեմ պատերազմ լինելու։ Այդ չի Չէ, խոսքը։ չէ, ամենևին այդպես չի, դա էլի մանիպուլացված է։ Մենք ասում ենք հետեւյալը, չէ, մենք ասում ենք հետեւյալը, տեսեք, կա խաղաղություն, որին պիտի փայփայենք, գուրգուրենք, տեր կանգնենք ոնց որ նորածին երեխային։ Մեր մյուս հիմնական մրցակից երեք ուժերը ասում են սա սխալ խաղաղություն է։ Պիտի լինի արժանապատիվ, երաշխավորված եւ ուժեղ, որը նշանակում է, որ իրանք այս խաղաղությունը կասկածի տակ են դնում եւ ուզում են գնան նոր խաղաղություն բանակցեն, որը ես չգիտեմ ինչ է։ Եվ որը բացում է դուռ նոր կոնֆլիկտի։ Մենք ընդհանրապես պարզ մեր ժողովրդին դրա մասին ասում ենք։ Ոչ թե մանիպուլացնում կամ շանտաժի ենթարկում, հա կներեք։ Առողջ եղեք։ Հա։ Սենց մտնենք, հա։ Ալսես։ Դա հիմնական մեղադրանքը, այն ինչի մասին որ խոսում էինք։ Պիտի բան անենք, էլի բացատրենք, պետք է բացատրենք։ Մենք տեսնում ասում ենք տեմպերը դանդաղ։ Բարև ձեզ։ Ունեցանք շրջակերի ժամանակ նաև դեպք, երբ որ ասացի պիտի խեղդեք դրանց, չէ՞, ոնց Դե ասացի։ Չէ, բայց դες ապորինի գույքը հետ բերել է։ Վարչապետը Գնաց այդ օրենքը տվեց համանդրական նյութան հետ կապված խնդիրը, դիտարկի համանդրական դատարանը, մենք նախորդ տարի ենք ունեցել եզրակացությունը, որ չի հակասում համանդրական։ ոչ բան չի հակասում, այլև ասում եմ։ Ամեն, չէ, նոր չի, Ժորժ ջան, ամեն կառավարության նիստին, համարյա ամեն կառավարության նիստին, ասում եմ, վերջինին ես հիշում եմ 20 հեկտար, եթե չեմ սխալվում, Խանաքեռավանից հետ եկա։ Բարև ձեզ։ Ոնց եք, ձեզ կարելի է մի րոպեով, թե խանգարենք։ Ուզում եմ ձեզ վարչապետի ուղերձը փոխանցել ու խնդրել, որ տեղ կանգնենք, բոլորս միասին այն խաղաղությանը, որը հասել ենք եւ որը կարծում ենք, որ ամենակարևոր բանն է, որ մնացած ամեն ինչ դրանից է բխում։ Մերսի։ Ու վստահաբար խնդրել, որ դուք հավատաք, որ դա ձեզնից է կախված, ուրիշ ոչ մեկից։ Մենակ մի հոգուց է կախված եւ այդ մեկ մարդը դուք եք։ Լավ եղեք, շնորհակալություն։ Գուլոյանից, այո։ Հա, վայ կներես, այս կողմով մենք անցնենք, մերսի։ Սենց դուրս է գալիս, հա։ Հա, ինչ խառը բակեր աստեղ, շատ։ Գուլոյանն դե գիտեք, Գագիկ Ծառուկյանի փեսան է, հա, ու նույնիսկ վարչապետը հանձնարարել է մեզ, որ դիտարկենք տան հնարավոր օգտագործումը որպես կամ մանկապարտեզ կամ խնամքի կենտրոն, որովհետև այդ հետ գանձված բռնագանձված գույքը պետք է հանրային բարիքի ծառայի, որ մարդիկ նաև տեսնեն, որ իրանցի ժամանակին գողացվածը հենց իրենց էլ ծառայում է։ Դե որ ասում չգիտեք, չգիտեք նոր-նորքը, եկան բերեցիք մեզ փակուղի, փակուղի մտանք։ Եկեք
Եկեք փակուղին ամեն դեպքում սենց օգտագործենք, էլի, օքեյ։ Չէ, այստեղ որտեղ դնեմ, որ երևա։ Ահա։ Չի ստացվում։ Բայց երբ որ բռնականված գույքը ուղիղ չի ծառայում, որպես օրինակ խնամքի կենտրոն, դրանից գոյացած գումարը Իհարկե, պետական բյուջե է մտնում։ Ոնց որ Պարոն նախարար, շենքերի ոնց որ մեր հարգելի հեղինը մայրիկը տատիկը ասաց, որ պետական բյուջե մտնելով է ամեն ինչ տեղի ունենում, ոչ թե հակառակը ու հարկեր վճարելով։ Կարոզ Արշավը նաև լավ առիթ է մի քիչ նիհարելու Կարձենագրուսկայ։ Չնայած այսօր առավոտը 9 կիլոմետր վազել եմ, բայց բուսաբանական այգում իդե բուսաբանական այգին հենց է սարքվում, հա։ Էլի պետական բյուջեի միջոցներով ինքը բանում է, ակադեմիայի բալանսի վրա է, բայց այստեղ փշեր կա զգուշ ակադեմիայի բալանսից մենք վճարում ենք շատ մեծ վերանորոգում է։ Ձախ, հա։ Գնացինք։ Հա, այս նույն տեղը դուրս եկանք։ Մեզ սխալ տեղ էիք բերը։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Առողջությունը ոնց է։ Չմոռանաք հունիսի 7-ին տեր կանգնել խաղաղությանը։ Այս նաև այս մեր քարոզարշավները լավ առիթ է ուսումնասիրելու վարչապետի այցի երթուղին 20-22-ին վարչապետին ենք սպասում նոր նորքում։ Հա, ենք բերել տուֆիկ հաստատ։ Բայց Դավիթ Մալյանը այն լայն փողոցն է, չէ՞ ինքը։ ներքևին հենց Հա, ինքը տենց նորմալ փողոց է, էլի մոլդովականի պես։ Հա, օքեյ։ Գնանք մեր Ավանի։ Հա, այսրանք բոլորը Դավիթ Մալյանով են, է շենքերը։ Հա, հենց հետաքրքիր է։ Ես բանը, ինձ միշտ մեղադրում են, որ դու ոչ շենքերը, ոչ շենքերի շքամուտքերը, ոչ էլ հարկերը չես հիշում։ Ես կյանքում չեմ հիշում, որ ինչ-որ մեկի տուն եմ գնում, միշտ ամեն անգամ հարցնում եմ, որ շենքն է, որ բակը, որ շքամուտքը, որ հարկը։ Մի քիչ տենց դիզօրիենտացիա ունեմ այս շենքերի մասով։ Սեփական բան ապրելու բանն էլ է դա, էլի։ Ծնված օրվանից բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ բարևել։ Ուզում եմ ձեզ վարչապետի ուղերձը փոխանցեմ հունիսի 7-ի ընտրություններին, որտեղ կանգնենք խաղաղությանը, որտեղ դա կախված է միայն ձեզնից։ Լավ եղեք, առողջ եղեք։ Սենց չէ, ճիշտ եմ հասկանում։ Հա։ Այս գիտակցումը Տիկին Հակոբյան պիտի շատ արմատավորվի մարդկանց մեջ, որ ընտրության գնալը դա այնց մոտավորապես պարտք է քաղաքացիական, հա։ Շատ երկրներ կան, որտեղ Էդ է ուզում ասել։ Առավելությունից քաղաքացին չի օգտվում, եթե չի մասնակցել ընտրության։ Ավելին ասեմ, երկրներ կա, որ դա օրենքով պարտադիր է, ու եթե չես մասնակցում, նույնիսկ կարող ես տուգանվել, բառի ուղիղ իմաստով։ Հա, որտեվ բայց իմանաս քո քաղաքացիների մեծ մասը ինչ է կարծում այս կամ այն հարցի շուրջ։ Դե երկրներ կան, որ այս ընտրությունները կամ հանրակրվեները ամիսը մեկ հանրակրվե է լինում, օրինակ շվեյցարական կանտոններում, հա։ Նույնիսկ ասենք, որպեսզի որոշեն այս շենքը ինչ գույնի պիտի ներկվի, բան հանրակրվե են անում, փոքր լոկալ։ Այս կարող է ասենք տիշնեինք։ Հա, չէ։ Ուղղակի մեր ժողովրդի դեպքում մի քիչ հասկանալի է ինչի այդպես, որտեղ տարիներ, տասնամյակներով չի որոշել։ Բարև ձեզ։
տասնամյակներով ինքը գնաց լանդրության, եղել է հակառակը։ Հա։ Համատարածել է դժգոհություն, բայց որ ընտրվել է իշխանությունը, տեսել ենք ոնց։ Այո, Դրա այո։ համար մարդկանց մոտ այդ թերահավատ Դե բայց հիմա արդեն 8 տարի է, մենք սրբորեն պահպանում ենք քաղաքացու քվեի դոմինանտ լինելու սկզբունքը եւ մնացած ոչ մի բան կարևոր չի։ Ոնց եք երեխեք։ Դպրոցից եկել եք արդեն։ Լավ սովորեք, որ լավ ապրեք երեխեք։ մանկությունս է կավաճ։ Հա։ Լավ սովորեք, որ լավ ապրեք երեխաներ։ Ինչ ենք խոսում, հա։ Հա, այդ շատ կարևոր է, որովհետև հիմա էլ ունեն քաղաքացիներ, որ ասում են, դե մենք չենք մասնակցելու, մեզ դա չի հետաքրքրում։ Ինչը ճիշտ բարև ձեզ։ Ինչը իհարկե սխալ է։ Նույնիսկ ասում եմ, դու չգիտես գաղտնի է ում այնքը ընտրելու, բայց միևնույնն է կոչ ես անում։ Իդեպ նախկին տեսակի իշխանությունները, որոնք որ այլ ձևով էին ընտրում, իրանց պետք չէր որ քաղաքացին գնար ընտրության, այն քաղաքացին, որը կոնկրետ համոզմունք ունի։ Իրանց պետք էր որ գնա միայն իրանց կողմից կամ ընտրակաշառք ստացած, կամ ճնշված, հա, կամ ճնշված, կամ այտենց էլի միևնույն ընտրողը, որին ինչ հուշեն, հա, ինչ հուշեն կանի, էլի, որը հա, այս աչքից նորից տուպիկ եկան ժողովուրդ, վստահ եք, նա տես, հա, այս դպրոց, հա, այս դպրոց, հա, ենթադրում եմ, Այո, դպրոց։ հա, 2/3, հա, վատ վիճակում չի, ոնց որ թե, հա, դպրոցը լավ վիճակում է, ստեղ դպրոցներ կան, երեք պարզեցինք, որ 5-րդ զանգվածում 150, որն էր 3-ներ, թե 8-ներ չեմ հիշում, ավագ դպրոց, որ անպայման պետքա այս բոլորի համար եմ նաև ասում վերանորոգվի կամ ամբողջությամբ 0-ից կառուցվի, ես կրթության նախարարի հետ խոսեցի, այդ որոշումը կախված կլինի մասնագիտական եզրակացությունից։ Հիմա հավաքածուն ենք Հա, դուք այդ հանձնաժողովից չես, բայց ժամանակին եղել եք։ Իդեպ այս չինական, հայ-չինական, թե ոնց է կոչվում այդ դպրոցը։ Երկրորդ մասիվինը Հա, չինականն է։ այդ շատ հրաշալի դպրոց է, ես եղել եմ, քրոջս աղջիկն էլ այնտեղ ոնց որ սովորում, ու դրանից մի քիչ ներքև էլ Նա Կարեն Դեմիրճյանը էլի ամբողջությամբ այս տարվա վերջ բացումը կլինի, Հա։ կհասցնեն, այսինքն ոնց ամբողջությամբ սարքվել է նոր։ 0-ից է չէ կառուցվում, հա։ Նոր բանն է, Բոլոր ստանդարտներին համապատասխան։ շատ մեծ դպրոց է ինքը։ Հա, իդեպ բանը, այդ դպրոցների մեծ լինելը շատ ճիշտ է, որտեղ այդտեղ բանը էլի որակ է գեներացվում։ Որակ է գեներացվում։ Արև ձեզ։ Արև ձեզ։ Արև ձեզ։ Չկա դրսում այս ժամերին։ Մանկապարտեզներն էլ։ Այլ խնդիր է լուծում այս քանակիչների թելը, հերթերը։ Իհարկե, մենք օբյեկտիվ այն օրը ժամանակին Ավինյան մասնաշենքերը մասնավորեցվել են, Այո, հիմա այո, սենց հա։ Աստիճանավանդակով կանանք իջնենք։ Հա, եկեք իջնանք։ Եկեք ուղիղ գնանք։ Հա, եկեք ուղիղ գնանք։ Այն օրը բանում ջրվեժում տեսանք Ավինյանի հետ, էլի տենց բավական մեծ, ու ուղիղ 2 օր հետո ես երեք գնում եմ բան 4-րդ զանգված, դե ամեն օր պատտվում եմ, էլի ես նույնիսկ ես որ չենք անում շատով։ Մեկ է նայում եմ մոտս դեժավյու է։ Մի րոպե, բայց ես տեսել եմ արդեն, որտեղ եմ տեսել։ Պարզում է լրիվ նույն նախագծով 4 զանգվածում է սարքած։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Հիմա ամեն վերակառուցվող մանկապարտեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եղեք։ Լավ, շնորհակալություն։ Հունիսի 7-ին չենք մոռանում, կարևոր է շատ։ Ամեն վերակառուցվող պարտեզը ավելի շատ երեխաներ է կարողանալու։ Իհարկե, Քանակներ է մեծանում, է։ իհարկե, բայց մեկը քիչ է, ու պետք է կառուցվեն շատ։
Ես վստահ եմ նույնիսկ սովետական միության ժամանակ դա ժամանակ ծնելությունը ակնհայտորեն ավելի շատ է եղել։ Միևնույնն է, նույնիսկ այդ որ հետո սեփականաշնորհ կամ քանդվել են, դրանք չեն հերիք է, միևնույնն է։ Այսինքն երբեք չի եղել նենց վիճակ, որ ամբողջությամբ բավարարվի պահանջարկը, ինչը ամենակարևոր բանն է նաև կանանց աշխատաշուկա վերադառնալու իմաստով։ Իդեպ մենք հիմա մի հատ հետաքրքիր նախագիծ ունենք, հուսով եմ կհասցնեք դուք այս ընթերցումով, այս գումարումով ընդունել ծնողական ժամի եւ ճկուն աշխատանքային գրաֆիկի ու իդեպ այդ նախագիծը առաջարկ ա եղել քաղաքացուց Նիկոլ Փաշինյանին, վարչապետին, ով ինձ ուղարկեց, ասես դիտարկեք, ու մենք դիտարկեցինք եւ ընդունեցինք որպես շատ հրաշալի առաջարկ։ Հիմա նախագիծը շրջանառվում է, կառավարությունով կուղարկենք, հուսամ կհասցնեք ընդունել, իմաստը որն է։ Մինչև 2 տարեկան բարև ձեզ։ Ոնց է, կարելի է ձեզ մի րոպե անհանգստացնել։ Լավ եղեք։ Փոքրիկին առողջություն։ Մինչև 2 տարեկան, այսինքն 1 կամ 2 երեխա ունեցող ծնողները, որոնք որ մինչև 12 տարեկան են, իրավունք են ունենալու կրճատ աշխատանքային գրաֆիկի կես ժամ, որպեսզի հասցնեն երեխաներին տանել դպրոց, մանկապարտեզ կամ վերցնել, հա, իսկ 2-ից ավել երեխա ունեցողները էլի մինչև 12 տարեկան 1 ժամ են կարողանալու կրճատ աշխատանքային գրաֆիկ ունենալ, սա եւ ծնողների իհարկե հարմարավետության համար էլ ընդհանրապես երեխայակենտրոն քաղաքականություն է, մեկ էլ ճկուն աշխատանքային գրաֆիկի գաղափար ենք մտցնում, որը հիմա չկա, որ գործատունը աշխատողը իրար հետ կարողանան պայմանավորվել, թե ինչ գրաֆիկով են աշխատում։ Բարև ձեզ։ Հեռավար ընդունել ենք արդեն, իհարկե տնից աշխատելու։ Այս բակն էլ է երևի վերանորոգելու կարիք, հա, բարև ձեզ։ Լավ եք։ Հա, ընդեղից է փողոցը, հա։ Հələ տեսնենք մեր հայրիկները ինչ են ասում, հա, Տիկին Հակոբյան։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ով է կրում։ Ով է կրում նարդին։ Միշտ հարցնում եմ ով է կրում, որ կրողի հետ մի հատ խաղան, բայց ժամանակ չի լինում։ Խաղանք, ինչ ա եղել, բայց նոր եք սկսել։ Բայց ես կարճ եմ մի քիչ խաղում, երկարից նեղվում եմ, կավակալվեմ երկարից։ Ոնց է գործել առողջությունը, ոնց է։ Այս հունիսի 7-ի համար ինչ եք մտածում։ Ինչ որ արդեն մտածել եք։ Տեր ենք խաղաղությանը։ Դեմ։ Տեր։ Իհարկե տեր ենք։ Վարչապետի ուղերձն եմ ուզում ձեզ փոխանցեմ, որ բոլորս տեր կանգնենք խաղաղությանը։ Կարեք կարդայիք, կդառնաք։ Բան չունեմ ասել։ Առողջությունը լավ է։ Դուք էլ լավ եք, լավ եք։ Ստեսություն ձեզ։ Հաջողություն եմ ցանկանում։ Ստեսություն։ Հա, այս էլի միշտ դուրս են գալիս նույն փողոցի վրա ու իջնում են ներքև, հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Հա։ Մեր քաղաքացիներին վարչապետի ուղերձը տվեք, էլի ժողովուրդ ամեն դեպքում, եթե շատ ժամանակ չկա խոսելու, որ հա, իհարկե։ Մերակի հետ, մեր հետ։ Մեծ հաճույքով։ Մեծ հաճույքով։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է առողջությունը։ Սաղ ծխում եք ժողովուրդ, սենց ոնց կլինի։ Ասեմ սաղը ծխում եք։ Չէ, վառում եք, վառում եք ձեր առողջությունը։
Ոնց է գործերը։ Հունիսի 7-ի համար ինչ եք մտածում։ Ճիշտ եք անում։ Կարևորը մտածել, բայց որոշում կայացնել։ Ճիշտ եք անում, բայց կարևորը որ դուք վստահ լինեք, որ ձեր ձայնը որոշիչ է։ Միայն այդ ենք նոր խոսում, որտեղ շատ քաղաքացիներ ասում են դե մեզ մեկ է։ Մեկ չի։ Նույնիսկ եթե այդ քաղաքացին մեր դեմը քվեարկելու, ես ուզում եմ որ ինքը գնա այդ դեմը քվեարկի։ Որովհետև դրանով է իրական պատկերը երևում, ոչ թե կեսը չմասնակցեն, կեսը մասնակցեն, հետո էլ ասեն բանա, լեգիտիմության խնդիր կա, երկրներ կա ապարտադիր է, նույնիսկ տուգանում են, որ չես գնում ընտրության։ Դե լավ եղեք։ Համեցեք։ 10,000 բարձրացրել եք, շատ շնորհակալ եմ։ Ձեր աշխատածն է մեր երկրի տնտեսական զարգացումն է։ Ես այս երկրի մար լիքը շինարարություն եմ արել։ Այո։ Վատ գործեր չեմ արել։ Վստահ եմ, որ լավ եք արել։ Հա, ուզում եի հարցնել, խեչը քանքից բարձրացնում։ Տեսեք, բարձրացրել ենք 6 Ինչի համար եմ ասում գնաճնել է, էլի Հա, բարձրանում։ շատ լավ հարց եք տալի։ Եթե թույլ տաք պատասխանեմ։ Նայեք, մենք բարձրացրել ենք 660,000 հոգու համար 10,000 դրամով, որը հիմա կարող ենք բազմապատկենք հասկանանք ինչքան է թիվ ստացվում, որին ավելանում է նաև հետվճարի բարձրացումը, որտեղ դա լավ է։ Ասիկ, որ մեր աշխատածն եք, չէ՞ մեզ։ Չէ, իհարկե, բայց ես որ թույլ տակ կբացատրեմ, էլի ձեր աշխատածը ոնց ենք տալ։ Այդ ոչ թե ձեր աշխատածն, այլ մեր բոլորի աշխատածն է, որտեղ պետական բյուջեից ենք բարձրացնում։ Մեր աշխատավարձից բյուջե է։ 80 միլիարդ դրամ այս տարի ենք ավելացնում, 110-ից 120 միլիարդ դրամ մյուս տարի ավելանալու։ Բյուջեն։ Միայն թոշակների միայն ավելացումը։ Միայն, որտեղ իրական բյուջեն մոտ 500 միլիարդ է։ Ամենամեծն է։ Մյուս տարի էլի բարձրացում ալի։ Տեսեք, հիմա ասեմ, էլի, հիմա 10,000 պլյուս 10,000 է այդ վճարով։ Եվ մենք նայելու ենք գնաճի տեմպերին, դրա համար եմ ասում շատ լավ հարց տվեցիք, ու նաև ստեղ գրած է, դա նույնիսկ մեր ծրագրի մեջ, գնաճին համապատասխան ամեն տարի բարձրացնելու ենք, ամեն տարի։ Այսինքն միջինը ամեն տարի բարձրանալու է գնաճին համապատասխան, կլինի X% գնաճ, այդքան թոշակը կբարձրանա, կլինի Y կբարձրանա։ Լավ եղեք։ Առողջ եղեք, համեցեք։ Ես ասենք շատ եմ շփվում։ Ես ինքս ժողովրդական վարպետ եմ հայտի թորագրության Հարգում ենք, սիրում ենք։ Մասնագիտության պես շինարար եմ։ Չթողարկեմ իմ շինարարությունների մասնակցել։ Հավատում ենք, սիրում ենք, հարգում ենք։ Ես քաղաքապետարան նամակ գրեցի։ Ասացի, որ ոչմ ժողովրդական վարպետ եմ, ես իմ գործերի նկարները, սպաներ եմ ստեղծագործում։ Ինձ մի փոքր հատված տվեք արհեստանոցի համար։ Հա, էլի իրանց է թողնում, իմ սեփական ես չեմ ուզում, ես այդքան բաղը չկամ։ Չէ, երկար կապրեք, բայց խոսանք։ Աստված գիտի, երկար կապրեք։ Չէ, այս գիտի, այս որ ձեր ձեռն է։ Չէ, հետի հետ։ Երբ եք գրել։ Չէ, մոտ։ Չեմ հիշում։ Մի տարի առաջ, մի ամիս առաջ։ Քանի ամիս առաջ։ Հա, օքեյ։ Մի հատ ինձ շաբլոն պատասխան տվեցին, որ մի հատ ձեր հեռախոսի համարը տվեք, մենք ճշտենք ուրա հասել այդ բանը։ Կխնդրենք, որ մի հատ էլ պատասխանեն, բայց արդեն ավելի բան։ Հա, խնդրեմ։ Այս մեր ոռոգման ջուրը մի քանի տարի առաջ այդպես վերևից գալիս է կտրում, հետո ոռոգման ջուրը տալիս են, այն գայի պողոտային լիքը ջուրը գնում է։ Բայց ստեղ չի ասում, ստեղ չորանում։ Կանաչապատումն է այս ոռոգման ջրով զբաղվում։ Ձեր հասցեն ոնց, հա։ Դավիթ Մայլյան նրբանցք Առաջի շենք, օքեյ։ Ստեղ ձեռքով ենք բերում, այս ծաղիկները ջրում են, ձեռքով ենք բերում։ Խնդրենք, որ ինչ որ լուծումներ տան, իմ լիազորությունների մեջ չի, թե չէ ես կասեի, բայց կխնդրենք գործընկերներին, որ Հա, Կարներն են ափսոս։ միանշանակ, եթե հնարավորություն կա, ինչի մասն է խոսքը։ Ես եմ շնորհակալ, լավ եղեք։ Համեցեք։ Բարև ձեզ։ Ես կարող եմ խաղահրապարակի մասին։ Իհարկե։ Խաղահրապարակը գալիս են մեր ամբողջ այդ ողքի շենքերից, գալիս են այս խաղահրապարակ ու ինքը սենց Վերանորոգման կարիք ունի։ Ռեզին տակը առողջ լինի։ Իրանք ամեն օր դիչնում են այս խաղահրապարակով խաղում են։ Ես ճիշտ ասած մի անգամ զանգել եմ, ասեցին ձեր խաղահրապարակը գրանցված չի ցուցակում եւ տենց կգրանցանք։
Խնդրում եմ, էլ ես Տեսեք, մենք այս վերևից Մոլդովականից իջել ենք, բազմաթիվ խաղահրապարակներ կա արդեն սարքված, հերթով ամեն ինչ սարքվելու է, վստահ եղեք։ Այս մեկը հավատացեք, մի քանի շենք է սպասում։ Հիմա նախընտրական տենց փուլա չեմ կարող ասեմ, հա հենց վաղը կսարքենք, որ նույնիսկ դրա իրավունքն չունեմ, ոչ էլ դրա լիազորությունը, բայց վստահեցնեմ, որ հերթով սարքվելու է ու մեր լիազորությունների շրջանակներում կխնդրենք, որ ինքը մտնի այդ ցուցակի մեջ ու շատ լավ խաղահրապարակներ ու կարևորը որ չեն զավթը, ուրիշ բաներ չեն սարքել։ Չթողեք, մինչև որ սարքենք։ Ինքան երեխա է գալիս էս Շատ լավ, երեխեքը պետք է շատ լինեն ու իրանց համար պայմանները պետք է ամենալավը լինեն երեխաների համար։ Ամեն ինչ։ Կարելի է մի հատ հարց տալ։ Իհարկե։ Քաղաքական հարցեր, հա, ես մի հատ տելևիզորով եւ լուրերով որ տեսնում եմ, Ադրբեջանի քաղաքականությունը պետական մակարդակով է նա, որ Հայաստանը ադրբեջանական հող է։ Բայց բան չկա։ Որ ալիքներն եք նայում։ Կարող է TV 5-ն եք նայում։ Չէ, դուք ժխտում եք, որ Ադրբեջանի նախագահի աղջիկն Ատոլիկինն է գիրքը հրատարակում, որ Հայաստանը պետական Ադրբեջան։ Տեսեք, եկեք սենց ասեմ, էլի մենք օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահը, որի աղջիկը կամ կինը ինչ որ գիրք հրատարակե, չգիտեմ, այդ ինչ գրքերը հրատարակե, թուղթ է ստորագրել, որ ու ճանաչել է մեր տարածքային ամբողջականությունը, խաղաղության հռչակագրերը։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, որով էլի ճանաչվում է մեր տարածքային ամբողջականությունները եւ ազգային ժողովն էլ ընդունել է սահմանազատման կանոնակարգը որպես միջազգային փաստաթուղթ պայմանագիր երկու երկրների իդեպ առաջին միջազգային պայմանագիրն է որով էլի մեր տարածքային ամբողջականությունը հաստատվում է խորհրդային միության մեր սահմաններով, այսինքն մեր Հայաստանով, այն Հայաստանով, որ մենք հիմա մեր կրծքին հաճախ կրում ենք, եւ այդ մնացած խոսակցությունները ընդհանրապես ֆոլկլորի ժանրից են, որոնք ցավոք սրտի պետական մակարդակով sense քաղաքական։ Տեսեք, ես ասացի, այն ինչ որ թղթի վրա գրված է եւ աշխատում է։ Օգոստոսի 8-ին Եվ աշխատում է, այո, Թրամփի ներկայությամբ եւ այդ ամենը աշխատում է եւ մենք դրա համար ենք ասում, որ պետքա տեր կանոնենք այդ խաղաղությանը, որը աշխատում է։ Եվ գնանք առաջ, դիտեք, որ Ադրբեջանի տարածքով արդեն բեռներ են գալի, մենք ենք բեռներ տեղափոխում Ադրբեջանի տարածքով, այսօր պարզվեց Թուրքիան մի հատ բան արել, որ սահմանները հնարավորինս բացվեն ու առևտուրը լավ լինի, որ մենք կախված չլինենք մի ճանապարհից միայն, եւ այդ մնացածը ինչն է խնդրեմը։ Մի քիչ առաջ մենք խոսում էինք մեր ցավոք սրտի քաղաքական շատ գործիչներ եւ հերոստատեսություններ, տարբեր ալիքներ ոնց որ Ավլիևի խոսնակը լինեն, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանը, ու այնտեղ ինչ որ մի հատ ով ուզում է լինի, ուզում է պրեզիդենտը լինի, ուզում է հասարակական կազմակերպություն, ուզում է բարեկամ լինի, մի բան ասում է, այդ թվում իրաց ներքին դեսարանի համար, դու գիտեք Ադրբեջանը ինչ տեսակի երկիր է, ես չասեմ, էլի, ընտրություններ, մարդու իրավունքներ եւ այլն, իրանց ներքին սպառման համար բերում դարձնում են այդտեղ դրոշակ, հետո մեզ են ասում, որ դուք Ադրբեջանի ասածներն եք անում, այնիշ մենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան շահն ենք պաշտպանում, ուրիշ ոչ մի բան։ Ասում ենք, որ ոնց եք պատկերացնում, որ խաղաղությունը պահեք։ Խաղաղությունը պատկերացնում ենք պահել Տրամփը ասենք չեղավ։ Տրամփը կապ չունի, տեսեք, Տրամփը հո Տրամփ չի, Տրամփը Ամերիկայի պրեզիդենտն է։ Ու ասենք Տրամփից առաջ մենք ռազմավարական բան էինք ընկել Ամերիկայի հետ, համագործակցության փոխվեց Բայդենի ժամանակ։ Տրամփը եկավ, ասաց իհարկե, մեր պետությունն է, դա պետությունն է այստեղ կարևորը, եւ երկրորդը Տրամփի գործոնը շատ կարևոր է, որտեղ առանց իրա դա չէր լինի, բայց կարևոր է, որ մենք երկու երկրներով ունենք ուղիղ երկխոսություն, որը շարունակում ենք։ Ինչքան որ դժվար լինի, զոհեր ունեցած լինենք, իմ եղբայրն էլ է պատերազմում զոհվել, մենք բոլորս շնորհակալություն 90-ականների պատերազմում զոհեր ենք ունեցել, բայց մենք այդ զոհերի հենց փառքը երկար պահելու համար պետք է խաղաղությունը փայփայենք ու զարգացնենք, որ այս երեխաները երբեք չտեսնեն այդ պատերազմի արավիրքը ոչ իրենց ծնողներով, ոչ իրանցով։ Դրա համար է կարևոր, որ մենք դա գիտակցելով տեր կանենք այդ խաղաղությանը։ Հենց որ կոչ ենք անում ձեզ հունիսի 7-ին գալ եւ քվեարկել մեզ, որտեղ մենք ասում ենք, որ դա կարևոր է, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, որ ասում են, պես բան չկա, ինչ խաղաղություն, ինչ բան, պետք է Ռուսաստանը, չգիտեմ ով եւ այլն գա մեզ պաշտպանի, ինչը մենք տեսել ենք, որ տեղի չի ունեցել, լրիվ հակառակն է տեղի ունեցել։ Շնորհակալություն ձեզ, երեխաներին առողջություն։ Աշխատում է։ Դեզինֆորմացիան աշխատում է, դեզինֆորմացիան։
Բայց միևնույնն է, չպետք է հետ կանգնենք, պետք է մանրամասն բացատրենք մարդկանց, որովհետև այլ տարբերակ չկա, պարզապես։ Բայց լավ եկանք, ժողովուրդ։ Զգուշ եք։ Ձախ, հա, գնանք։ Հա։ Այս դիմացի, հա։ Բակը չի հանում, էլի դեպի դուրս։ Հա, օքեյ։ Բակից դեպի ճանապարհ։ Աստիճանաբանդակ կա, ուրեմն բակով գնացինք։ Բակով գնանք, հա։ Բայց այդ դեպքում կարող է հետ չգնանք, ժողովուրդ, այն կողմի վրա։ Դե այս կողմը արդեն կողմից ավանն է։ Երբ է սկսվում ավանը։ Փողոցն անցանք, այս փողոցն է կիսում նոր փողանը պարոն։ Չէ, նկատում եմ այն մյուս թևը ավանն է։ Նկատի ունեմ, եթե սենց են քայլում, գնանք, հետո բարձրանանք Այո, Գայի պողոտայով մեր նույն շտաբ կամ հա, մի բան, էլի։ Հա, տենց, բայց շատ կարևոր։ Որ ասում են, իրանք եկել են այդ եզրակացության, որ սուպ են ասում, հատուկ են ասում, որտեղ տեսան, որ 2 տարի է զորք չկա, Իհարկե չկա։ Հետո շատերը ովքեր հետևում են ու կարդում են նաև, տեսնում են, որ Ալիևի հռետորաբանությունը ինչքան է փոխվել Հա, սենց էլ ճանապարհ կա դուրս գալու։ Հա, նա պապիկներին բարևենք։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Ո՞նց եք, մի հատ ձեզ բարևեմ, կարճ։ Լավա գործերը։ Հունիսի 7-ին ինչ եք մտածում։ Պետքա տեր կանգնենք խաղաղությանը։ Լավ եղեք, ճիշտ է, կարևոր է։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ո՞նց եք։ Ստե կարելի է ձեր դիմաց մի րոպե նստել։ Այնքան քայլեցինք, հոգնեցինք։ Հանգստյան գոտին ա կոչվում։ Շատ լավ տեղ է։ Շատ լավ հանգստյան գոտի ունեք։ Ո՞նց եք, ինչ կա, չկա։ Ինչ պետք է սովորական։ Ինչ եք մտածում այս հունիսի 7-ի համար։ Տիկին Ղազարյանը ազգային ժողովի պատգամավոր է, իրան վաղուց տենց ջահել ոչ մեկ չէր դիմել։ Մեր պոստան, այ հեսա պոստան, մի 3-4 օր առաջ էսի պոստալյոնը բոլոր շենքով բաժանվեց։ Մենք ունենք հիմա այո սրանից, էսի Փաշինյանը չէ։ Դուք ինչ եք կարծում հունիսի 7-ի համար։ Հա, Ինչ կարծիք ունեք, հետաքրքիր է։ Ես ինքս արդեն 80 տարեկան եմ։ Առողջություն ձեզ, երկար տարիների կյանք։ Շատ չափազանցնենք երեխան, մի 4-ից 5 հիվանդություն ես ունեմ։ Մինչև ես վերջերս իր այդ հրամանից հետո այդ ժամանակ ես 40-ից 45,000 ես ստանում եմ 65,000 թոշակ, 66,000 Վարձացած թե ինչ 45-ը ես տալիս եք դեղերի համար։ Իմ կինս էլ պարտեզյան աճա շատ 76 տարեկան է։ Իրան էլ առողջություն։ 20-ից 25 տարի 6-14 պոլիկլինիկայում ուշք տարբեր բաժիններում առողջություն, իրան էլ առողջություն։ Դե ինքը որ ստուգում էր որ խմեք, չէ՞։ Ահա, ես օրվա մեջ մի 3-4 հատ առավոտ նեխում, 3 հատ ճաշից հետո այդ ձևի ես դեղերով ապրել եմ։ Ես ինսուլտ տարած մարդ եմ։ 3 անգամ ինսուլտ է ինձ խփել։ Դրանից հետո ես մի աչքս արդեն փակված է։ Հիմա դեղերը անվճար եք ստանում։ Հիմա դեղերը մենք անվճար ենք ստանում։ Շատ երեք չի առաջ օրը մեր հերթն է եղել, պոլիկլինիկայի մեծ հերթ է նշանակում։ Հերթով գնացել ենք այնտեղ, ինձ այդ դեղերը ստացել է 3 ամսվա համար, 3 ամսվա դեղեր են տալի, բոլորից էլ շատ գոհ եմ, ղեկավարությունից էլ։ Թոշակներն էլ բարձացավ ձեր։ Այո, ես մարդուց էլ գոհ եմ ախպեր ջան։ Իսկ խաղաղության համար ինչ եք մտածում։ Խաղաղության համար ինչ եք մտածում։ Խաղաղության համար։ Խաղաղության համար մենք պետք է չմտածենք։ Ղեկավարությունը մտածել է, ասում է պիտի խաղաղ լինենք։ Ասում է պիտի խաղաղ լինի մեր երկիրը, մենք էլ ասում ենք, որ եւ այդ ձեր ասած լավ բաների համար, եւ խաղաղության համար, եւ տնտեսական զարգացման համար պետք է հունիսի 7-ից մնացած հարցերը իրանց գործներ, ինչ որ մենք ստացել ենք այդ շարունակի խաղաղ լինեն։ Ձեզանից է կախված։ Մենք չենք կարող, ես էլ կինս էլ երկուս էլ որ
տաքսին կանչում, տաքսի կանչի, կգնանք այնտեղ։ Հայրիկ ջան, մի հատ բան ասեմ ու շատ չանհանգստացնեմ ձեզ։ Ես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն եմ։ Մենք Տիկին Հակոբյանը ազգային ժողովի падգամավոր է, Տիկին Ղազարյանը ազգային ժողովի падգամավոր է։ Մենք հիմա նախընտրական քարոզչության մեջ ենք եւ կարծում ենք, որ մեր քաղաքացիները պիտի տեր կանգնեն այն խաղաղությանը, որ մենք ունենք, որը բերել է նաև ձեր ասած խնդիրների լուծմանը, ապահովագրության, թոշակների բարձրացման եւ մնացած լավ բաներին։ շատ գոհ եմ, շատ շնորհակալ։ Ու պիտի մեր քաղաքացի Փորձից եմ ասում, այ ախպեր ջան, ես իմ փորձից եմ ասում, որ այսքան ես 50-ից 55 տարի ես աշխատել եմ, 68 թվից 69 թվից բանակից եկել եմ ու անմիջապես աշխատել եմ, բայց դրա հետ միասին It's վերջի ինչ որ այո, օրենքները հիմա իմ ասածը այն է, որ դա ձեզնից է կախված։ Այդ լավ բաները կմնա, թե չի մնա։ Այո։ Դուրջան անպայման առանց չափազանցության։ Շնորհակալություն, առողջ եղեք։ Տաքսի կանչենք, կնստենք, գնանք։ Վերև դա։ Շնորհակալ ենք։ Ձեզնից է կախված այն։ Առողջ եղեք, դեղերը խմեք միշտ։ Շատ շնորհակալ։ Լավ եղեք։ Ես բժիշկ եմ էլի նաև դրա համար եմ ասում։ Առողջություն։ Ճանապարհով չէ գնանք։ Այնտեղ փագ է։ Այնտեղ վերանորոգում են բան Թորոսյան։ Այգին։ Բարև ձեզ։ Լավ եք։ 40 քանի հազար ամիսը 66,000 թոշակի մեծ մասը դեղերի վրա է գնացել, հետո էլ ասում են այս երկրում բան չի փոխվել։ գնում են մի օրում 3 ամսվա փաստորեն ստանում են։ Ահա։ Թոշակին մնում է իրանց ամբողջ։ Այսպես 10,000 Ոչ միայն մնում է, կոնկրետ այս դեպքում եւ 50,000-ը ավելացել, այդ հետվճարն էլ դեռ չհաշված։ Վերև, չէ։ Այո, ախով վերև։ Հա, այս բանն է, այս հատվածն է։ Բայց մի օր էլ պետք է այս մոլդովական այս մյուս թևը, բարև ձեզ։ Այս մյուս թևը մտնենք։ Այս թևը, հա։ Մենք հեսա որ բարձրանանք վերև, Հա, լավ է։ այդ երկու շենքներ կմտնենք։ Մենք Աշխորսին բայց ոնց որ Արարատ եմ գնում։ Հա, ճիշտ է սա։ չեմ գնում, լավ գնամ։ Չէ, կարող, բայց ժողովուրդը ստեղ անելու են, մեկը մարդկանց հետ պետք է շփվել։ Կարող է բան անենք, արդեն լայվը անջատենք, հա, որտեվ ոնց որ հետ են գնում արդեն։ Հա։ Դե շնորհակալություն, սիրում ենք բոլորիդ։ Կհանդիպենք, երբ հանդիպենք։